Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սեպտեմբերի 29-ից Արցախի հայաթափումից ի վեր մարտական գործողությունների եւ բենզալցականի պայթյունի հետևանքով զոհված արցախցիների 220 աճյուն է տեղափոխել Հայաստան։ Կարող ենք ասել, որ դրանց մեկ մասը, որոշակ բավական զգալի մասը այդ աճյունների վերաբերում է բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհված անձանց։ Բնականաբար սա ամբողջական թիվը չէ ու աշխատանքները շարունակվում են, ինչ վերաբերում է Արցախում գտնվող ողջ ու առողջ մեր հայրենակիցներին, Կարմիր խաչն այս ուղղությամբ եւս շարունակում է աշխատել։ Ստույգ հայտնի չէ, թե այս պահին քանի մարդ է շարունակում ապրել Արցախում։ Ընտանիքների դիմումների հիման վրա, ինչպես նաև ինքներս հայտնաբերելով մարդկանց, որոնք մեր կարիքն ունեն, փորձում ենք աջակցել 40-ից ավել անց սեպտեմբերի 29-ից հետո մենք օգնել ենք տեղափոխել Հայաստան։ Հիմնականում խոսքը գնում է այն մարդկանց մասին, որոնք ինքնուրույն դա չէին կարող անել։ Կարմիր խաչից փոխանցում են կան նաև մարդիկ, որոնք այնտեղ են, բայց չեն ցանկանում տեղափոխվել Հայաստան։ Կարմիր խաչի ներկայացուցիչները նրանց եւս հանդիպում են հասկանալու համար նրանց անհրաժեշտություններն ու կարիքները։ Նման օրինակներ ունենք, տասնյակներ, մի քանի տասնյակ մարդիկ, որոնք կապ են հաստատել մեր օգնությամբ իրանց հարազատների հետ Հայաստանում, թե այլ երկրներում, հեռախոսազանգերի միջոցով եւ ընթացքում նաեւ օգնում ենք առաջնային հարցերում, օրինակ սնունդ, ջրի հասանելիություն, դեղորայքի հնարավորություն։ Իսկ վառելիքի պահեստի պայթյունի ու մարտական գործողությունների հետևանքով այդ օրերին վիրավոր վիճակում Հայաստան տեղափոխված արցախցիներից 42-ը մահացել են։ Նրանց մարմինները նույնականացված են, փոխանցում են առողջապահության նախարարությունից։ Պացիենտների թիվը այս պայթրությամբ 35 է։ Նրանցից 22-ի վիճակը ծանր է, 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վերջին շաբաթվա ընթացքում 100-ից ավելի բուժառու է դուրս գրվել լավացումով։ 20 հիվանդ էլ բուժում ստանալու համար տեղափոխվել է արտերկիր, հիմնական մասը այրվածքներով։ Նրանցից մեկը արտերկրում մահացել է։ Տիգրանուհի Կուրղինյան, ժամը լրատվական։